Սա Սյունիքն է։ Դավիթ Բեկ մաս 10 Քանի դեռ մենք կանգուն ենք, այս հողը չի ձգնի։ Պահեք հայրենիքը եւ հաղթանակը մերն է լինելու։ Դավիթ եւ Բեկ մեր լեռների եւ մեր ժողովրդի համար Для наших гор и наших людей. Օսման եւ պարսկական զորքերի ներխուժման պատճառով գյուղացիները հեռանում են իրենց տներից։ Из-за вторжения османских и персидских войск крестьяне покидают свои дома. Թշնամին արդեն սահմանի մոտ է։ Գյուղը թողնում ենք ու բարձրանում լեռներ, փրկելու մեր ընտանիքներին։ Враг уже у границы. Мы покидаем деревню и поднимаемся в горы Сюника, чтобы спасти наши семьи. Նամին հարձակվում է սահմանամերձ գյուղերի վրա։ Մենք պետք է անհապաղ շարժվենք։ Խուստուպի լանջերից մինչև Սյունիքի ամեն գյուղ, պիտի կանգուն մնանք։ Այս լեռները մեր տունն են։ Խուստուպը մեզ է նայում։ Թող այսօր թշնամին իմանա, Սյունիքի հողը անպաշտպան չէ։ Նրանք հենց հիմա հարձակվում են սահմանամերձ գյուղերի վրա։ Մենք պետք է անմիջապես շարժվենք։ Խուստուպի լանջերից մինչև Սյունիքի ամեն գյուղ, պիտի կանգուն մնանք։ Տապեմ, թշնամին հարվածում է մեր սահմանային գյուղերին։ Պատրաստեք խրամատները եւ հավաքեք հեծելազորը։ Մինչև հիմա թշնամին բռնել է 3 գյուղ։ Մենք պետք է պահենք Սյունը մեր ձեռքում։ Դավիթ Բեկ թշնամին գյուղերն է գրավ։ Ուրեմն ժամանակն է գործել։ Սյունիքը կպաշտպանենք։ Որտեղ է թշնամու հիմնական ուժը։ Գյուղերի մոտ դեպի լեռնան։ Այդ դեպքում կհակենք լեռնանցը։ Մենք պետք է պաշտպանենք մարդկանց։ Պաշտպանել Սյունիքի յուրաքանչյուր թիզը թշնամուց։ Մեր սահմանային գավառներում շարժումներ են, գյուղացիները կողպել են, մենք պետք է արձագանքենք անմիջապես։ Մենք պահում ենք լեռնանցքները եւ պաշտպանում ենք յուրաքանչյուր լեռնաշղթա։ Ոչ ոք չի խախտում մեր դիրքերը։ Մենք լուսաբացին ամրացնում ենք արելյան ամրագետը։ Մենք պահում ենք լեռնանցքները եւ թույլ չենք տալիս նրանց գրավել բարձունքները։ Յուրաքանչյուր մարդ գիտի իր դիրքը։ Թշնամին մոտենում է գյուղերին։ Առաջինը, փրկեք մարդկանց։ Իսկ զորքը որտեղ հավաքենք։ Խուստուպի ստորոտում։ Այնտեղից կպաշտպանենք գյուղերի ճանապարհը։ Կատարենք, Դավիթ Բեկ։ Փրկեք ժողովրդին եւ պաշտպանեք Սյունիքը։ Այսպես լինի, գլխավորեր։ Քաջեր, միասին ելնենք, այսօր պիտի գրենք մեր պատմությունը։ Այսօր մենք պայքարելու ենք մեր երկրի համար, մենք չենք նահանջի։ Պետք է պաշտպանենք մարդկանց ու Սյունիքը, մինչև վերջին շունչը։ Երկրաբնակներ կան օրեքի մոտ, թշնամիներ վեցրել են որոշ գյուղեր։ Մենք պետք է ազատենք նրանց վաղուցով։ Հայաստանի ռազմիկներ, ժամը եկել է զենք վերցնելու։ Մենք հիմա ենք շարժվում դեպի մարտ։ Լսեք, մերոնք էլ կան այստեղ։ Ոչ, այնտեղ ջունգլիներ չկան, տեղափոխվելու մասին էլ խոսք չկա։ Բայց ես պատրաստվում եմ արագ շարժվել։ Զգուշացնել յուրաքանչյուր գյուղի եւ ընտանիքներին հասցնել դեպի վերին լեռնանցքները։ Նրանք հատել են սահմանը։ Մենք պետք է անապահ գործենք։ Ես կզգուշացնեմ գյուղերին եւ մարդկանց կտանեմ անվտանգ վայր։ Քաջեր, դեպի Սյունիք։ Թշնամին չի անցնի, քանի դեռ մենք կանգնած ենք։ Храбрецы, вперед, Сюник. Враг не пройдет,
пока мы стоим на его пути. Հարավից մոտենում են Օսմանյան եւ Պարսկական հեծյալ զորքերը։ Շարժվեք այս երթուղով, նրանք այդտեղ ելք ունեն։ Թե քիչ էլ լինի, հավաքիր այնքան, որքան կարողանաս։ Մենք շարժվում ենք դեպի բարձր լեռնանց։ Հիմա արագ առաջ ենք շարժվում։ Մենք մեր ամենակարին ենք վերցնում, մեկնում ենք Դավիթ բեկի ժամանակը ապաստան փնտրելու համար։ Վերցնում ենք միայն անհրաժեշտ իրերը։ Վերցնում ենք այն ամենը, ինչ կարող ենք տանել։ Շտապեք։ Նրանք գրավել են արելյան հարազատների կեսը։ Սյունիքը այրվում է, մենք պետք է հենց հիմա շարժվենք։ Առաջ իմ քաչեր, Սյունիքն է մեզ սպասում։ Առաջ իմ քաչեր, Սյունիքն է մեզ սպասում։ Բոլորդ հավաքվեք։ Հրամանատարը պետք է կարևոր խոսք ասի։ Դեպի սահմաններ։ Կատարել հրաման։ Ուշադիր եղեք։ Դե արի, ընկեր ջան, արի։ Давай, дружище, давай. Առաջ իմ քաչեր, Սյունիքն է մեզ սպասում։ Ոչ, եղանակը անպամած է։ Գնալ շեֆի մոտ։ Այնտեղ այսօր երեկոյան։ Առաջ իմ քաչեր, Սյունիքն է մեզ սպասում։ Այստեղ կանգնենք, շուտով թշնամի գալու է։ Ինչ լավ թենիս է։ Առաջ, եղբայրներ, հանուն Սյունիքի, մեր արյան պես թանկ հայրենիքի։ Вперед, братья, за Сюник, за нашу родину, дорогую нам, как наша кровь. Հանուն Սյունիքի և մեր հայրենիքի։ Ուշադիր եղեք։
Давид Бег, часть 10. Мы здесь, чтобы защитить землю наших предков. Դավիթ Բեկ մաս 10